Մեծարգո պարոն Հասանով, քաղաքացիական պայմանագիր խմբակցության հարգելի եւ սիրելի գործընկերներ, Ուժեղ Հայաստան խմբակցության հարգելի գործընկերներ, Հայաստան խմբակցության հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Շնորհակալություն եմ հայտնում իմ հարազատ քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը իմ թեկնածությունն առաջադրելու համար եւ շնորհակալություն եմ հայտնում Տիկին Մանավազյանին իմ հասցեին բարի եւ տեղտեղել չափազանցված խոսքեր ասելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը այս տարվա հունիսի 7-ին քվետված 700,000-ից ավելի քաղաքացիներին, որոնք հստակ եւ աներկբա մանդատ են տվել քաղաքացիական պայմանագրին, շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները, շարունակելու խաղաղության օրակարգը, կազմելով կառավարություն։ Սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք Հայաստանը։ Դուք պաշտպանեցիք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, դուք պաշտպանեցիք հայկական ժողովրդավարությունը եւ այժմ եկել է լավ ապրելու ժամանակը։ Այժմ եկել է խաղաղության պայմաններում, առանց հակամարտության, առանց պատերազմների, երեխաներ ունենալու եւ նրանց մեծացնելու ժամանակը։ Ես ասել եմ քարոզարշավի մեկնարկին եւ ուզում եմ կրկնել հիմա։ Իմ գրեթե երկուամյա տղան պատերազմ չի տեսել։ Նրա հասակակիցները պատերազմ չեն տեսել։ Եվ ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի իմ եւ ձեր եւ բոլորիս երեխաները այդպես էլ չիմանան եւ չտեսնեն, թե ինչ է պատերազմը։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել այն բոլոր քաղաքացիներին, որոնք իրենց խղճի եւ համոզմունքների համաձայն առանց ընտրակաշառքի չեն ընտրել քաղաքացիական պայմանագրին, այսինքն ընտրել են այլ ուժերի եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց այդ ընտրության համար, իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար եւ շեշտում եմ, խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք չեն քվեարկել ընտրակաշառքով։ Սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք ձեզ լսել ենք եւ լսում ենք։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք ձեզ տեսել ենք եւ տեսնում ենք։ Եվ ես ուզում եմ ձեզանից ներողություն խնդրել այն բանի համար, որ գուցե ոչ բոլոր ձեր մտահոգություններին ենք անդրադարձել, գուցե ոչ բոլոր ձեր դժվարություններին եւ դժգոհություններին ենք անդրադարձել, կամ գուցե այն բանի համար, որ չենք կարողացել ձեզ համոզել մեր առաջարկած ճանապարհի ճշմարտացիության մեջ։ Եվ ես խոստանում եմ ձեզ, որ մենք ամեն ինչ անելու ենք ձեր վստահությունը շահելու կամ վերականգնելու համար։ Եվ դուք ոչ մի դեպքում, նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ ձեր նախընտրած քաղաքական ուժերը չեն հաղթել, դուք ոչ մի դեպքում չպիտի ձեզ անտեսված զգաք։ Միակ տարբերությունը, սիրելի ժողովուրդ, կրկին խոսքը այն մարդկանց մասին է, որոնք քվեարկել են ընդդիմությանը։ Միակ տարբերությունը քաղաքացիական պայմանագրին քվեարկածների եւ ձեր միջև, մեր եւ ձեր միջև քաղաքական նախընտրությունների տարբերությունն է։ Ուրիշ ոչինչ։ Մենք գալիս ենք եւ սերում ենք նույն պատմությունից, խոսում ենք նույն լեզվով, կրում ենք նույն մշակույթը, մեր ծնողները հանդիպել են եւ հանդիպում են նույն դժվարություններին, նույն խնդիրներին, մեր երեխաները ծնվում են նույն երկրում, նույն հիվանդանոցներում, ծառայում եւ ծառայելու են նույն բանակում։ Եվ հետեւաբար աշխարհում չկա որևէ բան, որևէ ընտրություն, որևէ քաղաքական տարբերություն, որ մեզ կարող է բաժանել միմյանցից, որովհետեւ մենք մեկ ենք։ Եվ մենք ձեզ սիրում ենք, նույնիսկ եթե դուք մեզ տեղ-տեղ չեք սիրում, մենք ձեզ սիրում ենք։ Սիրելի ընդդիմադիր գործընկեր